Բարի օր բժիշկ։ Մենք այստեղ ենք։ Ինչպես մի քանի օր առաջ պատմում էինք ձեզ, մեր հայրիկի վարքագիծը փոքր-ինչ անսովոր է։ Չի հիշում որոշ բաներ։ Ինչ որ բան այն չէ։ Եվ ինչպես դուք խնդրել էիք, այսօր հայրիկն էլ է մեզ հետ։ Թողեք ինձ մենակ նրա հետ։ Բարի առավոտ, ինչ է ձեր անունը։ Տիկ, իմ անունը Տիկ է։ Ես պետք է մի քանի հարց տամ ձեզ, որ ավելի լավ հասկանամ, թե ինչ է կատարվում, ինչպես է գնահատում ձեր հիշողության վիճակը։ Բայց ես լավ եմ բժիշկ, իրականում ինձ հետ ոչինչ չի պատահել։ Պարզապես երբեմն ինչ-որ բաներ մոռանում եմ, բայց նրանք միշտ չափազանցված են ներկայացնում այն, ինչ կա իրականում։ Լավ, հասկացա։ Պարոն Տիկ, կարող եմ ձեզ հարցնել, թե այսօր ինչ օր է։ Դա ինչ հարց է։ Երկուշաբթի, երեքշաբթի, այո, կարծես երեքշաբթի է, բայց դա ինչ էական է։ Այո, իրոք, հիմա կխնդրեմ ձեզ հիշել այս 3 բառերը. Սվինքս, սարկոֆագ, բուրգ։ Իհարկե, ոչ մի խնդիր։ Սվինքս, սարկոֆագ, բուրգ։ Իսկ ով է մեր ներկայիս փարավոնը։ Էհնաթոն, ավելի ճիշտ ոչ, Թութանհամոն է, չէ, Սմեկարա, չգիտեմ, բայց ինչ կարևոր է, նրանք այդքան երկար չեն մնում։ Հասկացա։ Պարոն Տիկ, եթե 100 խիզախ եգիպտացի զինվորներից 7-ը զոհվեն պատերազմում, քանիսը կմնան։ Դա տրամաբանական է, 93։ Իսկ եթե եւս 7-ը զոհվեն մարտում, ապա քանիսն են մնում։ 88։ 88, այո։ Ես կարծում եի, թե հարցերն ավելի բարդ կլինեն։ Պարոն Տիկ, հիշում եք այն 3 բառերը, որ ես ձեզ ասացի ավելի վաղ։ Իհարկե, կատու, բուրգ եւ ամֆորա, այո, ամֆորա։ Պարոն Տիկ, ձեր խնդիրները լուրջ չեն, բայց դրանք իրական են։ Մի կողմից լավ է, որ ակտիվ եք, մյուս կողմից որոշ հարցերում ձեզ հարկավոր է օգնել։ Բժշկական առումով, պարոն Տիկ, դուք ունեք որոշակի տեսակի դեմ Պապ, ո՞նց ես։ Հասկացա՞ր, թե ինչ ասաց քեզ բժիշկը։ Իհարկե, անշուշտ։ Առաջին հերթին բժիշկը քաղաքավարի էր եւ ընկերական։ Ու թեև նա համարվում է լուրջ մարդ, բայց նրա խոսքերում կար մի բան, որ ես անլուրջ եմ համարում։ Նա ասաց. «Դուք ունեք դեմ, պարոն Տիկ»։ Դա այդքան էլ լուրջ չէ։ Կարճ ասաց, որ որոշ ժամանակ հետո ես կլինեմ դեմոտիկ։ Լավ։ Ստիպված կլինենք մի քիչ համբերել, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի։ Այսպես թե այնպես։ Բժիշկն ասաց, որ պետք է մասնակցես խմբակային պարապմունքների։ Կտեսնես, դու լավ կլինես։ Այս բժիշկը վստահելի մասնագետ է։ Իհարկե, այո, լսել ես, հիմար բաներ, երևի ես նույնիսկ հաճույք եմ ստանում իմ արածներից, իսկ հետո ասաց, որ կարևորը ակտիվ մնալն է ու սիրելի մարդկանցով շրջապատված լինելը,
Կներեք, բայց ինչ օր է այսօր։ Che giorno è oggi? Ուրբաթ։ Այսօր ուրբաթ է, հայրիկ։ Իհարկե, ես բժշկին հենց այդպես էլ ասեցի, բայց նա դա նույնիսկ չհիշեց։ Nemmeno si ricordava. Բազմաշերտ է այն պահը, երբ կարող ենք հստակ ասել, որ անձի մոտ առկա է դեմենցիա։ Թե որքան ժամանակ է անցնում, մինչև անձը գիտակցում է, որ կա որոշակի խնդիր, հստակ չէ։ Եվ բժշկի հետ առաջին հանդիպման պահին դեմենցիան արդեն ահագին զարգացած է լինում։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ստեղծել դրական եւ վստահելի փոխհարաբերություններ դեմենցիա ունեցող անձի եւ նրա խնամակալների հետ։ Դեմենցիա ունեցող անձինք հիմնականում ի վիճակի են մասամբ հասկանալ իրենց ու խնդրին առնչվող տեղեկատվությունը եւ որքան հնարավոր է հարկավոր է նրանց իրազեկել, իհարկե հաշվի առնելով իրավիճակը։ Ժամանակի ընթացքում կարիք կա ձևավորել ջերմության, աջակցության մթնոլորտ եւ երկարատև հարաբերություններ բուժման եւ խնամքի գործընթացում ընդգրկված բոլոր կողմերի միջև։ Կլեոպատրա, կարկադեչ խմենք։